Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Քննարկվել են անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային եւ ռազմավարական բնույթի հարցեր։ Նիստին մասնակցել է նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստ է հարմար պահի մեկնել Ադրբեջան։ Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն ասել է, որևէ ձևաչափով նաև իր պաշտոնակցին Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային պատրաստվում է հրավիրել Հայաստան։ Հարցին Ադրբեջան այցելելու հրավեր ստացել է, Սիմոնյանը պատասխանել է ոչ, բայց եթե լինի կքննարկի այն։ Խորհրդարանի խոսնակը նաև տեղեկացրել է, որ 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի չմասնակցելը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջան Եվրամիություն հարաբերությունների հետ։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոններից մեկի վարիչն ու ևս երկու անձ կալանավորվել են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից հայտնում են, որ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, մյուս երկու անձինք կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Իրանը դիտարկում է երկաթուղով բեռնափոխադրման հնարավորությունը, որն անցնելու է Նախիջևանով։ Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին նշել է, որ քննարկումները վերաբերել են Իրանից Նախիջևանով Հայաստան բեռների մատակարարմանը։ Իրանական կողմը հանձնառու է այս նախագիծը հնարավորինս շուտ իրականացնել, ասել է Զաքերին։ Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովն իր հերթին ադրբեջանական ռիփորթին ասել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ է ստեղծում։ Թբիլիսիի դատարանը 1.5 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի ընդդիմադիր հանուն փոփոխության կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիային դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին, երբ Մելիան մեկ այլ գործով դատական նիստի ժամանակ շշից ջուր էր լցրել դատավորի վրա եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։ Մելիայի ղեկավարած դաշինքը անցած տարվա խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը իշխող վրացական երազանքից հետո, ստանալով 16 մանդատ։ Ընդդիմադիր ուժը սակայն հրաժարվել է մանդատներից, պնդելով, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Միացյալ Նահանգների կողմից աջակցվող Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը հիմնված է ռուս հեղինակների կողմից գրված եւ հոկտեմբերին Թրամփի վարչակազմի ստացած հուշագրի վրա։ Reuters գործակալությանն այս մասին հայտնել են թեմային ծանոթ 3 աղբյուրներ։ Պաշտոնական կարգավիճակ չունեցող այս փաստաթուղթը պարունակում է դրույթներ, որոնք Կրեմլը նախկինում առաջ էր քաշել բանակցությունների սեղանին, այդ թվում Ուկրաինայի կողմից տարածքային զիջումներ, հայտնել են աղբյուրները։ Reuters-ի փոխանցմամբ այս հուշագիրը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Հունական հին Օլիմպիայում, որտեղ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում սկիզբ են առել օլիմպիական խաղերը, վարվել է 2026 թվականին Միլանում եւ Կորտինայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի կրակը։ Արարողությունը մեկնարկել է օլիմպիական օր ներքով, ավանդույթի համաձայն կրակը հերայի հին տաճարում վարվում է արևի լույսից պարաբոլիկ հայելու օգնությամբ։ Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս տարի արարողությունը տեղափոխվել է Օլիմպիայի հնագիտական թանգարանի տարածք։ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը Իտալիայի Միլան եւ Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում։